շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ կա, որոնց հետ կապված ձեր խոսքը կլսենք, եւ այսպես, մենք մեր աչքի առջև տեսնում ենք, թե նույն Նետանյահուն ինչ է սարքել Թրամփի թուղթը, ըստ էության դարձնելով այն զուգարանի թղթին հավասար շոր թուղթ եւ պատերազմը շարունակում է, սկսում է նորից ինքը։ Այս իմաստով մեզ, որ անընդհատ փորձում այս իշխանությունը կերակրել, որ Թրամփի թղթով խաղաղություն են բերել, ինչ սպասենք այս փուլում Ալիևից, մանավանդ նաև որ այս շատ ակտիվ քննարկում է 300,000 եւ ավել ադրբեջանցիների գալը Հայաստան։ Ես կասեի 500,000։ Խնդրեմ, մանավանդ որ նաև օրինակ այսօր ազգային ժողովում ճեպազորույցի ժամանակ Ալի Սիմոնյանը ասում է ժողովուրդ պատրաստ եղեք, ադրբեջանական պատվիրակություններ են գալու Հայաստան, մենք ենք գնալու Ադրբեջան, խնդրեմ։ Եթե մենք փորձենք ընդհանուր վերլուծենք միջազգային հարաբերություններում թղթի որակի եւ թղթի արժեքի կարևորությունը, հատկապես 21-րդ դարում, ապա ունենք բազմաթիվ դեպքեր եւ ապացույցներ, որ երբևիցե թուղթը որպես անվտանգության խաղաղության երաշխիք երբեք էլ չի եղել իր նպատակին ծառայող միջոց կամ որպես փաստաթուղթ։ Եկեք անալոգիա անցկացնենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ, որովհետեւ դա լավագույն ապացույցն է, թե ինչպես կարելի եւ հնարավոր է ունենալ կոնֆլիկտ եւ այդ կոնֆլիկտը փորձել լուծել իրական խաղաղ ճանապարհով։ Լավ հասկանալով, որ երբևիցե երկու կողմերի միջև, հատկապես հակամարտող կողմերի միջև այն տասնամյակներ եւ դարեր շարունակ թշնամանքի ատելության ֆոնին չի կարող լինել մի փաստաթուղթ, որը երբևիցե կապահովի կամ կերաշխավորի խաղաղությունը որպես հիմնարար կամ կարևորագույն միջոց երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորման առումով, որովհետև նախ շատ ենք խոսել Ադրբեջանը հայերին այնքան ատում, որ Նիկոլն է անգամ համահավասարվել այդ ատելության ֆոնի վրա եւ ունի այդ ատելության դոզայի բարձր դրսևորում հայ ժողովրդի նկատմամբ։ Երկրորդ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ինքը միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ընթացող process չէր, այդտեղ կային երաշխավորող կողմեր, հանձինս ԵՀԿ Միսկի խմբի համանախագահներ 3 պետությունները եւ ինչու էր հենց այդպես ձևավորվել, եկեք այսպես պարզ բացատրությամբ միասին հասկանանք, թե դրա նպատակը որն էր, ոչ թե նրա համար, որ միջազգային հանրությունը տենց խելագարվում էր հայեր եւ ադրբեջանցիների համար եւ անպայման ուզում էր երկուսի միջև լիներ խաղաղություն, այլ այստեղ շատ կարևոր է երաշխիք լինելու եւ երաշխիքը որպես խաղաղություն հիմքում դնելու նպատակ ուներ ԵՀԿ Միսկի համանախագահների ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար եւ երաշխիքը որպես այդպեսին իրենից ենթադրում է շատ հասկացություններ, դա կլինի եւ խաղաղապահ ուժերի տեղակայում եւ երրորդ պետությունների կողմից վերահսկվող process, որի խախտման դեպքում, եթե կողմերից որևէ մեկը խախտում, ապա կարժանանա ինչպես սանկցիոն, փաթեթի կիրառման, այնպես էլ նաեւ միջազգային հանրության կողմից տարբեր սահմանափակումների, որը ըստ էության որևէ պետության էլ պետքական բան չէ, այսինքն եթե Ադրբեջանն էր խախտում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգամանքը, այստեղ չեմ ուզում քննարկենք, որ միատեսակ հայտարարություններ էր արվում պարբերաբար, չգիտեմ, այնտեղ չկար ուղղորդված քննադատություն, չնայած քառօրյա պատերազմից հետո 16 թվականից հետո ԵԱԿ Միսկի խումբը ունեցել է տարբեր հայտարարությունը, որտեղ թիրախավորված եւ միակողմանի հայտարարություններ էլ ընդդեմ Ադրբեջանի։ Այստեղ շատ կարևոր է այդ երաշխիքի հանգամանքը եւ Նիկոլենք, որ այսօր կոկորտը ճղելով իրենց պատրում են հազամասիվ ասելով, որ խաղաղությունը եկել է, շատ հաճախ այդ խաղաղությունը ապելացում է նաև Ադրբեջանի պահանջները կատարելու հետ, հանձինես սահմանության փոփոխության մասով։ Ես ինչու այդպես անալոգիա արեցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության օրինակը, որ մենք լավ հասկանանք, որ եթե չկա երաշխավորող կողմ որևէ խաղաղության, այդ խաղաղությունը հաշվեք, թե մի րոպե հետո կարող է խախտվել։ Երաշխավորող կողմը նաև ունենում է իր ձեռքին գործիքակազմեր, որով ստիպում է կողմերի խախտող կողմին, այդ երկու կողմերից որևէ մեկը որ խախտում է այդ փաստաթուղթը, ստիպում այդ գործիքակազմով վերադառնալ, այսպես ասած, իրականություն եւ շարունակել բանակցությունները խաղաղության ուղղությամբ։ Բայց այս պարագայում մենք ունենք Ադրբեջան, որը որ երբևիցե ինչ չի կարող որևէ մեկը ցույց տալ, որ Ադրբեջանը ինչ որ թուղթ ստորագրի, այդ թղթին համաձայն, այսպես տղամարդու խոսքին համաձայն պահի իր խոստումները եւ կատարի դրանք հավուր պատշաճի։ Ընդհակառակը մենք շատ հաճախ տեսնում ենք, որ ադրբեջանական կողմից առաջ քաշվող նոր պահանջները ուղիղ ապացույցն են այդ համաձայնագրի կամ խաղաղության պայմանագրի խախտման եւ դրա շուրջ ձևավորված
փոխհմբռնման կամ փոխվստահության ուղիղ խախտումն է նշանակում ու Ադրբեջանը շատ հաճախ նաև դա կիրառում է մեկ բարձ պատճառով, որովհետև Հայաստանը հեծնել է եւ Հայաստանը օկուպացրել է կառավարության մասին է խոսքը մի մարկանց խմբակ, որը որ ոչինչով չեն տարբերվում ադրբեջանցիներից։ Ես երեք նաև լսեցի Արսեն Թորոսյան Չեղածի հայտարարությունը, որը որ պնդում էր, որ ընդհանրապես մեկ տարածքային կորուստ չենք ունեցել, լրագրողների հարցին պատասխան, որ բա ջերմուկի օկուպացրած տարածքները, բա Սյունիքի մարզի հյուսիս-հարավ-արևելյան շրջանների օկուպացիան, ու ինքը շարունակում է ասել, որ մենք մեղավոր չենք, մեր կառավարությունը մեղավոր չի։ Ես սրանում բնավ ոչ մի զարմանք չեմ տեսնում որպես մասնագետ, այլ ընդհակառակը այս մարկանց մոտ կա հոգեբանական լուրջ շեղում, որտեղ մեղավոր են բոլորը բացի իրանցից եւ ժողովուրդն է նաեւ մեղավոր, որ իրենք մինչը օրս ես իրենց տրամաբանությունը եմ էլի փորձում հասկանալ, չնայած դժվար է, բայց ես այդպես եմ անցալում իրենց բացատրությունը կամ պատասխանը, որ մենք մեղավոր չենք, այսինքն ժողովուրդն է մեղավոր, որ բնականաբար 21 թվականին ձայն տվեց Նիկոլ Փաշինյանին, այսպես իրենց մեկնաբանությունն է գրել, ու ես չեմ բացառում, որ ես շատ հաճախ ասել եմ, որ Նիկոլը ջարդի դարաշրջան է սկսում հայ ժողովրդի նկատմամբ եւ դրա մեջ նայեն կարող ենք դիտարկել նաեւ 26 թվականի ընտրությունները եւ բնականաբար 26 թվականի ընտրությունները հենց ոչ ուղիղ իմաստով կոտորած ցեղասպանություն, այլ Հայաստանի Հանրապետության հայ ժողովրդին տեղահանություն է նշանակում։ Այսինքն այստեղ արդեն գալիս ենք հարցի մյուս հատվածին, որ Մարիամը նշեց ադրբեջանցիների վերադարձի եւ ադրբեջանցիների թվի փոփոխության մասով։ Պարբերաբար հակահայկական կառույց Արևմտյան Ադրբեջանը խոսում է ադրբեջանցիների վերադարձի մասին Հայաստան եւ անընդհատ թվերի փոփոխություն է իրականացնում։ Ես հիշում եմ, որ իրենք նոր էին ձևավորվել, իրենց մոտ կար 200,000 թիվ ադրբեջանցիների կողմից, անգամ ցուցակագրվել էր գյուղերը, թե որտեղ պետքա վերադառնան, այդ գյուղերը բնականաբար անվանակոչել էին ադրբեջանական անուններով եւ շատ ավելի ուշ 1 տարի կամ 1 տարի ու կես անց այդ թիվը դարձավ 300,000 եւ շտապ եմ հիասթափեցնել շատ խաղաղություն սպասող մեր հայրենակիցներին, իհարկե ոչ ԿՊ-ի, որտեղ ես իրենց իմ հայրենակից չեմ համարում, այլ այն մարկանց, որոնք հավատում են խաղաղությանը։ Հիմա էլ Արևմտյան Ադրբեջանը 500,000 թվի մասին է խոսում, նշելով, որ այն տեղահանությունները, որոնք տեղի ունեցել ոչ միայն 80-ական այդ Ղարաբաղյան շարժման սկսելու շրջանից մինչև պատերազմի ավարտ, այլ Սովետ միության ժամանակ են անգամ հողում անում իրենց մուսավաթական Ադրբեջանի մասով 18-ից 20 թվականների մասին է խոսքը, նշում է, որ անգամ այդ ժամանակ էլ է եղել տեղահանություններ եւ պետքա այդ մարկանց համընդհանուր թիվը տեղահանվածների ճակերտավոր բնականաբար ադրբեջանցիների կազմում է 500,000։ Հիմա այդ 500,000 թիվն են հիշել։ Ես իհարկե խիստ կասկածում եմ, որ ադրբեջանցիները մաթեմատիկայի մասով ունեն բարձր գիտակցություն, որտեղ իրենց մոտ թվականակափոխանակ հստակություններ չընչի, հատկապես քաղաքականության մեջ այդ հստակությունը շատ կարևոր է, բայց եկեք հասկանանք ինչու է Ադրբեջանը պարբերաբար թվերի փոփոխություն անում։ Այստեղ իմ պատկերացմամբ երկու բացատրություն կա։ Առաջինը, որ ոչ բարով հայկական իշխանությունը ինքը չունի ողնաշար արտաքին քաղաքականության մղման հարցում եւ չի կասեցնում Արևմտյան Ադրբեջան հակահայկական կառույցի տխրահռչակ եւ կեղծ պահանջները, այսինքն չկա քաղաքականություն, ասելով եղբայր վատեք, եթե այսպես մի քիչ փողոցային բառապաշարով ներկայացնեմ, մի հատ կողմնորոշվեք էլի, որ թիվն է ձեր համար ավելի սրտամոտ ու ամեն տարի այդպես թիվը ավելացնելով ոնց որ կազինո խաղան էլ, այսինքն թիվը բարձրացնեն, որը կպավ այս վիճակն է իրանց մոտ հիմնականում աշխատում։ Ու ադրբեջանական պահանջները նաեւ այս պատկերացմամբ ունի մեկ ուղղություն, որը ըստ երևույթի նշանակում է Հայաստանի օկուպացիա մարդկային ռեսուրսների ընկալմամբ, այսինքն Ադրբեջանը Հայաստան բերի այնքան թվականակով ադրբեջանցի մաքսիմալ շատ, այսինքն նկատի ունեմ, որից հետո արդեն կսկսվի Հայաստանի քաղաքական օրակարգի օկուպացիան, այսինքն ադրբեջանցիները շատ կարճ ժամանակ անց 5-6 տարի հետո կսկսեն պահանջել իրենց ներկայացուցիչների նշանակումը վարչատարածքային ղեկավար մարմիններում։ Համայնքապետ, գյուղապետ, չգիտեմ, վաղը միսօրը չենք բացառում նաև որ Երևանում կլինեն մեծ թվով ադրբեջանցիներ ու ցես երաշխավորում եմ, ես 100% դրանում համոզված եմ, որ 26 թվականի Նիկոլի ընտրվելու դեպքում իհարկե սա ամենամեծ աղետը կլինի մեր համար, սա անկասկած, երաշխավորում որ ադրբեջանցիները լինելու են Հայաստանում, ապրելու են այստեղ ձեր հարևանությամբ։ Ու այն մարդիկ, որ այդպես խաղաղության են տենչում, ես շատ կուզեմ, որ այդ մարկանց
հարևանը լինի այդ ադրբեջանցին, որը իրեն համարում է փախստական, համարում է հայերի կողմից ցեղասպանվածի հետնորդ, եւ ես շատ իրոք սրտանց կամենում եմ, որ այդ ադրբեջանցիները լինեն հենց այդ ուղիղ այդ մարկանց հարևանությամբ, ովքեր այսօր իրենց ինչ ասեմ, բարոյականությունը կորցրած Նիկոլի թեզեն են տարածում։ Ես իրոք սրտանց կամենում եմ, որ հենց այդ ադրբեջանցիները լինեն հենց իրենց հարևանը, ոչ թե իմ կամ այդ մարկանց, ովքեր չեն հավատում այդ Նիկոլի խաղաղությանը։ Երկրորդ հատվածը Արևմտյան Ադրբեջանի պահանջները միայն մարդկային ռեսուրսներով չեն սահմանափակվում, այսինքն ադրբեջանցիների ներդրմամբ Հայաստանի Հանրապետություն, այստեղ իրենց տեսլականն է աչքիս առաջ գալիս, որը որ ունի մի շարք, այսպես ասած, կեղծ պահանջներ, բայց ինձ համար այս փուլում ամենաաչք ծակողը այն է, որ ադրբեջանական կողմը ասում է, որ այն տարածքներում, որոնք ադրբեջանցիները պետք է բնակվեն, այդտեղի վարչատարածքային կառավարումը պետք է հանձնվի ադրբեջանցիներին, ու իրենք դա պատճառաբար իրենց տեսլականում է գրված, ես իզնից չեմ հորինում, էլի, ու Ադրբեջանի վարչատարածքային ղեկավարը ոչ թե պետք է միայն հանձնվի ադրբեջանցիներին, այլ այդ տարածքում բնակվող ադրբեջանցիների պետքա վերահսկի ոչ հայ ոստիկանները, ոչ էլ հայկական բանակը կամ Հայաստանի անվտանգության մարմինի հետ կապված որևէ անձ, որովհետև իրենք չեն վստահում, իրենց տեսլականում այդպես գրված, չեն վստահում հայկական կողմին։ Իրենց պահանջը երրորդ պետության ուժերի ներկայությունն է եւ այսպես շատ չգտնենք արևմուտք, արևելք, հյուսիս, հարավ, ամենամոտ հարևանը Ադրբեջանն այսօր Թուրքիան է։ Եվ այդ մարկանց անվտանգությունը պետք է ապահովի թուրքական զինուժը կամ Թուրքիայի կողմից ուղարկված այսպես կոչված խաղաղապահները։ Եթե մենք անգամ դիտարկենք Թուրքիայի խաղաղապահների հնարավորությունը կամ հավանականությունը կամ արդյոք դա իրական տարբերակ է, մենք պետք է հիշենք Սիրիայի օկուպացված տարածքները Թուրքիայի կողմից, հունական Կիպրոսի կղզու օկուպացիաց հատվածը, պետք է հիշենք նաև Իրաքում ունեցող պրոքսի ուժերը թուրքական ու մնացած խնդիրները, որոնք Թուրքիան իր տարածաշրջանում ստեղծում է հարևան պետությունների հետ։ Այսինքն մենք դիտարկում ենք ոչ թե այն հնարավորությունը, որ արդյոք հնարավոր է ապրել ադրբեջանցիների հետ, մենք այստեղ պետք է դիտարկենք արդյոք Հայաստանի Հանրապետությունը գոյություն կունենա 26 թվականից մինչև 31 թվական, որտեղ 5 տարի մեկ է տեղ ունենում խորհրդարանական ընտրությունները։ Եվ Նիկոլի այդ կեղծ եւ ստոր ոչ մարկային քարոզը, որը կապում է խաղաղության ու պատերազմի մեջ, ինքը 21 թվականին էլ էր նույնը անում, ասելով, որ եթե Ռոբերտ Քոչարյանը գա իշխանության, ապա պատերազմ է լինելու, բայց եթե մենք մի փոքր մեր հիշողությունը զոր տանք, ես դա եմ ուզում ասեմ, 21 թվականի Ռոբերտ Քոչարյանի դեմ այդպես կեղծ քարոզություն տարվող ուղղությունը, եւ մենք տեսնում ենք, որ 21 թվականի այդ դրա վերընտրվելուց հետո ուրեմն ինչ տեղի ունեցավ, նախ ընտրությունները տեղի չունեցած, ներթափանցում եղավ մայիս ամսվա վերջ, եթե չեմ սխալվում, Սյունիքի, նաև Գեղարքունիքի մարզի տարբեր հատվածներում Սև լճի հատկապես դրա մասին շատ է խոսվել լրատվական դաշտում, Սև լճի օկուպացիան տեղի ունեցավ, 21 թվականից հետո մենք ունեցանք 22 թիվ, որտեղ Ադրբեջանը հարձակվեց եւ ավելի լուրջ ձեռքբերումներ ունեցավ, օկուպացրեց Հայաստանի սուվերեն տարածքները, Գեղարքունիքի մարզից մինչև հարավ Սյունիքի հյուսիս-արևելյան շրջանների հատվածում, Ներքին Հանտ, Իշխանասար, Ջերմուկի հատվածներ, նաև որոշակի բարձունքներ, որոնք ես օրինակ տեսանյութ ունեմ, որը նկարված է ադրբեջանական կողմից, եւ այդ տեսանյութը ադրբեջանցի զինվոր է նկարել, իրենց այդ զբաղեց օկուպացված հատվածներից։ Ու տեսանակահարումը բոլոր այն գյուղերը, որոնք այդ հատվածից երևում են, իմ հաշվածով 12 գյուղ է երևում, որը որ ոչ միայն սոտքը, ես այս պահին դժվարանամ կոնկրետ ամենը նշել, բայց տեսանյութ ունեմ, ցանկության դեպքում նաև եւս մեկ անգամ կհրապարակեմ, չնայած արդեն հրապարակել եմ որոշ ժամանակ առաջ։ Եվ իհարկե, այստեղ 22 թվականի մասին խոսեցինք, Ադրբեջանի ներթափանցման եւ պատերազմի մասին, 23 թվականի մասին խոսենք, որը ամենամեծ աղետն է հայ ժողովրդի պատմության շրջանում 44-րդ պատերազմից հետո, դա Արցախի հայաթափումն է, որը նույնպես պատերազմի արդյունքում տեղի ունեցավ, ու այսպես որ գնում ենք, հասկանում ենք նաև 24 թվականի, ես անպայման չի պատերազմ, դա ասենց տանկով, ավտոմատով հարձակվեն զինվորների վրա, նաև հիշենք 24 թվականի
ուրեմն Տավուշի շրջանների գյուղերի հանձնում է ադրբեջանական կողմը, որը նույնպես պատերազմի հրձիքի եւ վահի ահու սարսափի տակ գյուղացիներին խաբելով եւ գյուղացիներին մանիպուլացնելով հանձնեց այդ տարածքները Ադրբեջանին, այսինքն մարդը 21 թվականին խոսում էր խաղաղությունից, բայց ամենամեծ աղետն ու պատերազմը հենց այդ է բերել։ Չնայած ես իսկ կասկածում եմ, որ ԿՊԱ-կանները ունեն մարկային որևէ արժեքներ կամ մարդու հետ ասոցացվող որևէ սիմվոլիզմ կամ ինչ որ բացի մսից ու ոսկորից երևի ուրիշ ձև չեն ասոցացվում, որովհետև մարդը նաև բանականություն կրող անձնավորություն է ու այդ բանականությունը նաև շատ հաճախ մարդուն հետ է պահում աղետներից, բայց սրանք հստակ ունեն ծրագիր Հայաստանի ամբողջական կլանումը Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, այս դեպքում ավելի շատ Ադրբեջանի, որովհետև Ադրբեջանը 44 օրյա պատերազմի նպատակադրված մեր պարտությունից հետո մեծ թափ հավաքել Հարավային Կովկասում իր ռեյտինգի, արտաքին քաղաքականության եւ այլ ուղղություններով։ Եվ խոսելով սրա մասին ու խաղաղության մասին այսքան ջատագովելով, ես օրինակ ինձ պետք է առնվազն հիմար զգամ, ապուշ պետք է ես ինձ զգամ, որ հավատամ Նիկոլի, այդ ես կոնկրետ ինձ եմ ասում, ոչ մեկին չեմ ասում, որ չասեմ վիրավորում, ես ինքս ինձ պետք է հիմար ու ապուշ զգամ, որ հավատամ Նիկոլ Փաշինյանի խաղաղության կեղծ, սին եւ անբարո քաղաքական հայտարարություններին, որովհետեւ եթե մարդը ստախոսության չեմպիոն է ու սուտը իր առօրյա կեցվածքն է, այդ մարդուն հավատալը հիմար ես պետք է հիմար եմ Նիկոլին հավատալու համար, այսպես ասեմ, որ ավելի հստակ լինի։ Ադրբեջանական դիրույթում ինչպես են վերաբերում այս իրողությանը, այս կեղծ խաղաղությանը, չնայած դրանց համար երանելի։ Տեսեք, երանել ճիշտ բառ։ Այո, եւ ամեն դեպքում այդ պատվիրակություններ, հեսա մենք են գնում, իրանք են գալիս, առևտուրա, չգիտեմ, ձեթա, ծորենա, իմիջիայլոց ացած շաբաթ ամբողջ շաբաթը խոսում էին ադրբեջանական հացի ծորենի մասին։ Ես այսպես ասեմ, ինձ համար, եթե Ադրբեջանը չլիներ Ադրբեջան, լինել այլ պետություն, որը այս տեսակ ատելություն չունենար հայերի հանդեպ, ես դրան նորմալ կնայեի, բայց քանի որ ունենք այնպիսի հարևան, ոչ բարով հարևան, որի ուշք ու միտքը կոտորելն է հայ ժողովրդին, ես պարենային անվտանգության մասին մեծ անհանգստություն ունեմ։ Եթե իրանք հիմա եթե օրինակ ես առաջի պարտիան կարող են չթունավորել, բայց ես երաշխիք չունեմ, որ երկրորդ կամ երրորդ պարտիան ծորենի կամ այլ մթերքի, որը գալու է իրանց ճանապարհով, չեն թունավորի։ Մենք պետք է մի բան հասկանանք, որ պարենային անվտանգությունը իմ պատկերացմամբ եւ ընկալմամբ կարող է շատ լավ հրձիգ լինել Ադրբեջանի համար ցեղասպանությունը իրականացնել։ Օրինակ, ես այսպես չխորանամ Ծիորա Զագվարայի մեջ որպես քննարկման առարկա, այլ պետք է հասկանանք, որ այդ թունավորումը մթերքի կամ առհասարակ սնունդի, որը գալու է այդ ճանապարհներով, շատ հեշտ է լինելու Ադրբեջանի համար, այսինքն այն ճանապարհը, ու եկեք ես տնտեսագետ շատ չեմ խորանա հաշվարկների, հնարավորությունների, այսինքն օգուտ քաղելու հնարավորության մասին, բայց եթե ես այսպես որ պատկերացնում եմ որպես քաղաքացի, ինձ համար օրինակ ինչ տարբերություն, եթե մենք հիմնական ծորենը ներկրում ենք Ռուսաստանի Դաշնությունից, հյուսիսից մտնում է Վրաստան ու մեր տարածքը գալիս, այսինքն կոպիտ ասած մեկ պետության սահմանը հատում։ Այսինքն մենակ Ռուսաստանից հետո գալիս է Վրաստան, Վրաստանից մտնում է Հայաստան։ Ու հաշվի առնելով Վրաստանը մեր բարեկամ ժողովուրդն է, բարեկամ երկիրն է, ես իրաց մասով շատ հանգիստ եմ ու չունեմ մտահոգություն հատկապես պարենային անվտանգության մասով։ Բայց օրինակ դիտարկում ենք ծորենի ներթափանցումը, որը պետք է գա Ղազախստանից, այսինքն դա ոչ միայն մի հատ մեծ ճանապարհ հատելու, այլ նաև գալու ամբողջ Ադրբեջանի տարածքով ու Ադրբեջանի այդ բեռների անցումը վերահսկելիության առումով ես քիչ կասկածներ ունեմ, որ Ադրբեջանը տենց մետր առ մետր կվերահսկի, որ ծորենի մեջ հանկարծ մի հատ թույն չլցնեն։ Ես որպես այսպես հասարակ քաղաքացի եմ քննարկում, հələ փորձագիտական հատվածը դնենք մի կողմ։ Սա մի մաս, երկրորդը եւ դիտարկում ես, որ ինչ ճանապարհով է գալու ու ինչ մեջ ճանապարհ է կտրելու ու ել չհաշված որ իրանք դες մանիպուլացնում են գների մասով ավելի էժանելու, բայց ես խիստ կասկածում եմ, որ Ղազախստանը եւ Ադրբեջանի տարածքով անցնող ծորենը Ռուսաստանի հետ համեմատ ավելի էժան է լինելու, որովհետեւ Ռուսաստանը հացահատիկի արտահանման առումով բավական մեծ թվեր է ներառում իր արտաքին շուկայի համար, չեմ խորանա տնտեսագիտական հաշվարկների մեջ, բայց եթե մենք դիտարկում ենք ընդհանուր process-ը,
Ինձ համար ավելի ձեռնտու է, որ մենք բարեկամ պետությունից ստանանք որևէ բարենային միջոց, քան օրինակ Ադրբեջանի։ Այսինքն իմ համար դա ինչ ասեմ, ոնց որ սեփական անվտանգությունը վստահեց Նիկոլ Փաշինյանին, այսինքն պարզ է, չէ, որ այդտեղ անվտանգության մասին խոսք ընդհանրապես չի կարող գնալ։ Ինչ վերաբերվում է առհասարակ եկեղեցու դեմ արշավին, սա սրբապղծության ամենամեծ դոզան է, ես կարծում եմ, որ պատմության մեջ սա լինելու առանձին հատոր, որպես եկեղեցին պղծելու գերագույն գլխավորները, այսպես կարելի է վերնագրել դա, եւ ես չասեմ զարմացած եմ, չասեմ զարմացած չեմ, բայց այս դրսևորումը հայ առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ միշտ Նիկոլը փորձում է, չէ՞, դե մենք եկեղեցու դեմ չենք, մենք վեհապարի դեմ ենք, ու գիտեք խնդիրը որն է, որ Նիկոլ Փաշինյանի մոտ եկեղեցին էլ առհասարակ գոյություն չունի։ Ինքը այսպես փորձում է ժողովրդի մոտ համոզել ժողովրդին, որ մենք մենակ վեհապարի դեմ ենք կռիվ տալիս, պայքարում, իրենց պայքարը գիտենք, թուրքական պայքար է հիմնականում լինում։ Այլ իր հիմնական նպատակը եկեղեցու կազմաքանդումն է, եկեղեցուն ունենալ դրածող ղեկավար, որին այսպես մեկ մատի շարժով ամենձև կարող է նույն այդ ադրբեջանցիների վերադարձի մասով համաձայնություն եւ խոհեմություն ստանալ եկեղեցու կողմից։ Բայց այստեղ ամենակարևորը գիտեք որն է, որ Նիկոլ Փաշինյանը խոսում է վեհապարի զավակ լինել չլինելուց ու ասում է դե չի հերքում, ուրեմն ինքը ունի։ Ես էլ կարամ այսպես կոնտր հարց տամ, շատ հաճախ մեր քաղաքացիները նաև Նիկոլի 4 միլիարդի մասին են խոսում են իր կնոջ վարքի մասին, ու չմոռանամ, որովհետև ինձ համար տհաճ է, ինձ թույլ չեմ տալիս առհասարակ մտնել մարդու ընտանեկան դաշտ, բայց Նիկոլն այդ ընտանեկան դաշտը գցե բոլորի հանրության քննարկման առարկա։ Խոսում են Աշոտիկի մասին շատ բաներ, հիմա որ դուք չեք հերքում, այդ չի նշանակում, որ այդ նշանակում է, որ դա իրականություն է։ Ես էլ հարցը այդպես տամ։ Այսինքն ինչ է նշանակում հերքել։ Մենք ապրում ենք այնպիսի իրականության մեջ, ներքաղաքական ցավոք սրտի, որտեղ անգամ հերքումն էլ բավարար չի ձեզ համոզելու հարցում։ Ուր մնաց եկեղեցականը պետք է ինգնի քաղաքական այդ ձեր կեղծ եւ մանիպուլատիվ դաշտ ու փորձի ձեր ամեն մի մուտիտը հազար ներողություն ես խոսքիս համար, որտեղ ուրիշ սուտ բառը արդեն իր արժեքը կորցրել է, էլի։ Հերքել ասել, որ գիտեք ինչ կա, դե ճիշտ է ասում, սխալ է ասում, դա կապ չունի ընդհանրապես մեր ընկալումների մեջ, մենք նման բանով չենք զբաղվում։ Եկեղեցականը զբաղվում է իր հոգևոր քարոզով, եկեղեցուն նաև ժողովրդին ծառայելով եւ նաև ժողովրդի մեջ հոգևոր արժեքները բարձրացնելով եւ կրթելով ժողովրդին։ Իսկ Նիկոլը ինչ ամ, Նիկոլը մենակ պղծությամբ է զբաղված։ Եթե ինձ օրինակ անկեղծ եմ ասում, ընդհանրապես հետաքրքիր չի հայ առաքելական եկեղեցու ներսում, որ իրենց եկեղեցական խնդիրներն են, իրանք այդ խնդիրները ոնց են լուծում, ինչ խնդիրներ կա։ Ինձ համար ամենակարևորը այն է, որ ես ունենամ վեհապար, որը ընտրվել է ՑՄԱ, որ այսքան ժամանակ մեր եկեղեցու, մեր հայ առաքելական սուրբ արժեքների, քարոզի, մնացածի առումով պատասխանատու է եղել ու իր աշխատանքը իմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի կատարել է լավ, ես գնահատական չեմ տալիս, իմ զգացական ֆոնն եմ հայտնում։ Եվ քննարկել վեհապարի երեխա ունենալը չունենալը, այն էլ են ԿՊԱ-ականների, որոնք որ բարոյականության հետ վաբշե աղերս չունեն։ Սա ուղղակի փորձում են անձերի մակարդակի, բայց համակարգված եկեղեցու։ Այո, համակարգված եկեղեցու դեմ արշավ է, այնքան են դրա արշավ, գիտեք, այստեղ բառերի անգամ ընկալման խնդիր կա, այնքան ենք բառերը նույնը կրկնել, որ շատ հաճախ մարդիկ այդ բառի հանդեպ ընկալում չունեն, այսինքն սովորական են վերաբերվում։ Դրա համար մեկու մեջ պետք է օգտվել այն բառարանից եւ համապատասխան նկարագիրը տալ Նիկոլ Փաշինյանի գործողությունների եւ ասեմ ամենակարևորը այսօր եկեղեցու դեմ արշավը շատ մեծ հրապուրանք առաջացնում ադրբեջանական քարոզչական դաշտում, այստեղ տարբեր ուղղություններ կան, ադրբեջանական կողմը նախ պարբերաբար գիտակցելով եւ հասկանալով, որ թիրախում եկեղեցու խնդիրն եւ թիրախում եկեղեցու ոչնչացումը Ադրբեջանի պատկերացումներն եմ ձեզ փոխանցում, դա լավագույն նվերը կլինի անգամ Լեռնային Ղարաբաղի հետ չեն էլ համեմատում ադրբեջանցիներին, ինչու որովհետեւ ընդհանուր պատկերացումը եկեղեցու դերի եւ կարեւորության առումով հայ ժողովրդի հիմքում դա անփոխարինելի է։ Մենք որ հայ ենք, այսօր որ գոյություն ունենք ու փողոցում հանգիստ քայլում ենք, դա առաջի հերթին
շնորհակալ պետք է լինենք հայ առաքելական եկեղեցուն, որովհետև մեզ տարբեր ժամանակներում, տարբեր ղեկավարության տարիներին, նկատի ունեմ օկուպացիայի տարիներին Օսմանյան կայսրություն, Աբդուլհամիդի ջարդեր, արաբ մի խոսքով դրանից առաջ պատմության մեջ շատ հեռու չգնանք, միշտ կոտորել են եւ մեր ինքնության պահպանող միակ օբյեկտը, եթե փորձենք պետության կառավարման համակարգերից խոսենք, դա եղել է հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Առանց իրենց մենք գոյություն պարզապես չենք ունենա։ Դրա համար ադրբեջանցիների համար հայերի ոչնչացնելը, որտեղ արդեն Նիկոլ Փաշինյանը կա իրենց կամակատարը, մնացել է մեկ խոչընդոտ, դա հայ առաքելական Սուրբ եկեղեցին է Նիկոլի եւ Թուրքիայի համար այդ կառույցի ոչնչացումն է։ Դրա համար ինքը սկզբնական փուլում փորձում է վեհապարին թիրախավորի, բայց ես հավատացնում եմ ձեզ, հիմնական ամենակարևոր թիրախը հայ առաքելական Սուրբ եկեղեցու մասնատումն է։ Ունենալը տեսնում եք հիմա Հովանավանքն է օկուպացվել, Կարգալուց եղած քահանան։ Ես շատ ուրախ եմ։ Հովանավանքում ՊՊ ունենում սրբապիղծ պատարակ չի, դա ծիսակարգ է։ Ես շատ ուրախ եմ, որ եկեղեցին վերջապես վերջին շրջանում սկսել ավելի ուղիղ խոսել, ժամանակը ճիշտ է դա պետք է ավելի վաղ աներ, բայց ուրախ եմ, որ գոնե հիմա են անում, շատ ավելի չեն ուշացնում։ Սա հստակ ընդգծում է նաև, որ եկեղեցում կան պարզ ընկալումներ, այսինքն արդեն ժողովրդի համար ի հայտ եկած, որ Նիկոլ Փաշինյանը իրենից չի ներկայացնում հայ ժողովրդի շատ սպասարկող ղեկավար, բացի այդ ասեմ, որ ինչու է հենց թիրախավորվում նաև շատ հաճախ նաև խոսում են, չէ, քահանան չպետք է զբաղվի քաղաքականությամբ, եկեղեցին քաղաքականությամբ չպետք է զբաղվի, այս մի անգամ հայլերին եթերում ասել եմ, չէ՞ նա շատ տեղ եմ կրկնել, բայց այստեղ եւս մի անգամ կկրկնեմ, այդ որ Նիկոլը Արցախի պատերազմը հրահրեց 44-օրյա պատերազմի Հայաստանը Արցախը Հայաստանի եւ վերջ ասելով պատերազմից մեկ օր առաջ սպառնելով հեղափոխություն Ադրբեջանում որոնց փաստորեն եմ կհրապարակեմ այդտեղ հեղափոխություն տեղի կունենա էլ չասեմ մնացած հայր այդ դրա մասին ինքան են խոսվել բոլորը լավ գիտեն այսինքն ինչ է նշանակում Երբ որ Արցախում Ադրբեջանին հանձնվում տասնյակից ավելի եկեղեցիներ, սրբատեղեր, խաչքարեր, որոնց մեծ մասը ոչնչացվում է, փոփոխվում է, ադրբեջանականացվում է, այսինքն քաղաքականության հետևանքով այդքան մեծ կորուստները հեչ, երբ որ եկեղեցին կամ որևէ սրբազան կամ որևէ քահանա, որևէ եկեղեցու սպասարկող խոսում է այսօրվա Նիկոլի քաղաքականության մասին, չպետք է զբաղվի քաղաքականությամբ Աղետները մեր դա ես ընդհանուր եմ թվարկում, ընդհանուր պատկերացման մեջ եմ դա թվարկում, այսինքն եկեղեցին չպետք է զբաղվի քաղաքականությամբ, այսինքն ինչ հիմար արտահայտություն է քաղաքական անկալման դաշտում։ Բոլորը Հայաստանի Հանրապետության սահմանադրության բոլոր քաղաքացիները, իսկ եկեղեցականը նույնպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, իրավունք ունեն զբաղվելու քաղաքականությամբ եւ չկա տենց մի մարդ, ով կարա հակառակը պնդի իրավունքի դաշտի։ Դուք կարող ունենաք ձեր կարծիքը, բայց մոտ այդ իմ ասած փաստի մասին փաստի հետ հաշվի նստեք կամ փորձեք բանավիճել այդ փաստի հետ։ Եթե մենք փորձում ենք ընդհանուր հասկանանք այս իրականությունը, որում Նիկոլ Փաշինյանը մեզ բոլորիս այսպես ասած նուրբ ձևով պահակվել է, ամբողջ քաղաքական դաշտը եւ ամբողջ հոգևոր դաշտի այսպես պախարակում սրբապղծությամբ զբաղվելը դա իրենց հիմնական քաղաքական տեսլականն է եւ ասեմ ձեզ եկեղեցին իրենց համար ամենավերջի խոչընդոտն է ամբողջական իրենց թուրք-ադրբեջանական տանդեմի ծրագիր իրականացնելու հարցում ու եթե մենք փորձենք մի փոքր տարանջատվել Նիկոլից ապա կհասկանանք որ եկեղեցու վերջնական կորստի արդյունքում այլևս անհնար կլինի որևէ ձևով վերականգնել Հայաստանի Հանրապետությունը ինք խոսում են 4-րդ հանրապետության մնացած հիմարությունների մասին անգամ չեմ ուզում մեկնաբանել բայց եկեղեցին իրենց համար ամենավերջի խոչընդոտն է եւ ամենաազդեցիկը որպես պետության մաս կազմող կառույցի եւ որպես հոգեվոր ամենակարևոր արժեքը ներկայացնող կառույցի եւ մնացած հանգամանքներում պատահաբար չի նաեւ երբ որ այսպես համատություն են անում ադրբեջանցին եւ Նիկոլի միջեւ նույն նմանատիպ նույն ատելությամբ նույն մանիպուլատիվ նույն ուղղությունները մշակող քաղաքական կոնտեքստ կա իհարկե Ադրբեջանում ավելի սուր ընդգծված ատելությամբ ուղղակի Նիկոլը դա քողարկում է եւ տարանջատում է վեհապարով բայց ինձ համար ասեմ ձեզ նույն վեհապարը ասոցացվում է միայն հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետ որովհետեւ իրենք ասում են չէ մենք դա չենք խառնվում եկեղեցու գործերին բայց հենց դա եկեղեցու գործերին խառնվել է եթե կա որևէ խնդիր որևէ հարց որը պետք է քննարկվի
եկեղեցականների վարքի մնացածի մասով դա պետք է արվի եկեղեցու ներսում որևէ մեկին հայտնի չլինելու պարագայում, այսինքն եկեղեցին հաշվետու չի ոչ միայն պետության, այլ նաև ժողովրդի, որովհետև ինքը փակ կառույց է, ինքը մոնարխիկ կառույց է եւ այդ ամբողջ ընկալումները եկեղեցու մասով ոնց որ փորձեն եկեղեցին ժողովրդավարեցնել, իբր շատ ժողովրդավար երկրում ենք ապրում, որտեղ 40 կամ 40-ից ավել կոնկրետիվը այս բանը չեմ կանոչել, բայց հաստատ 40 քաղբանտարկներ ունենք տարբեր գործերով անցնող այսօր Հայաստանի Հանրապետությունում, մի հատ էլ խոսենք եկեղեցու ժողովրդավարություն։ Եկեղեցու ժողովրդավարությունը դա եկեղեցունն է եւ եկեղեցու գործի խառնվելը առաջի հերթին եկեղեցուն քանդելու process-ի մասնակազմում։ Այսքանը կուզեի խոսել, այս հարցի շուրջ։ Եվ վերջում Սասուն Միքայելյանը վերջերս հայտարարում է, թե եթե Վազգենը կենդանի լիներ, Արցախը չլինի այն ինչ եղավ։ Խնդրեմ իր մասով ձեր տեսակետը եւ այս փուլում ակտիվացել է նախկին դատախազ Դհոլ նվագող Արթուր Դավթյանը։ Խնդրեմ։ Ես չեմ փորձի Վազգեն Սարգսյանի մասով որևէ բան ասել, որովհետեւ ամեն դեպքում ինքը մեծ լումա է ունեցել մեր հանրապետության կայացման, Արցախի պատերազմի հաղթանակի մնացած հարցում, ուղղակի եթե այսպես անալոգի անենք, ես իմ պատկերացումը ասեմ, եթե Վազգեն Սարգսյանը կենթ լինելը հաստատ մի հատ հայրական ապտակ կհասցներ Սասուն Միքայելյանին, ով հենց նույնը 19 թվականին խոսում էր, որ Արցախյան հեղափոխությունը ավելի մեծ արժեք է, քան Արցախյան շարժումը, այսինքն այստեղ անգամ այդ մարդը իրավունք չունի Վազգեն Սարգսյանի անունը տալ, որ մնաց հիշատակել իրեն, սա մեկ, երկրորդ հատվածի մասով գիտեք, շատ հեշտ է, ու չգիտես ինչի մարդկանց թվում է, որ իրանք 4 տարի առաջ կամ 5 տարի առաջ ինչ որ Նիկոլի Կոխտ են եղել, ու դա տենց հեշտ մարսվելու է, ու մոռացվելու է։ Եվ մոռանում եմ, որ 21-րդ դարում են կան տեսախցիկներ, կան հեռախոսներ, կան վիդեոներ, որտեղ ամրագրվում է բոլորի ասածը։ Իր մասով ինքը, ինչ ասեմ, հիմա այն մարդիկ, որոնք հետհայաց վերհիշում են իրենց ապօրինությունները եւ Նիկոլի հետևը պահելու process-ները փորձելու են ամենձև իրենց մաքրել, բայց դա չի ստացվելու, որովհետեւ կան շատ ապացույցներ, շատ այսպես ասած ռուսերեն ասած ժելեզնի ապացույցներ կան, որտեղ չի կարող անգամ իրենց կրուտիտը քաղաքական աշխատել, ստիպված էինք, մեր գործն էինք անում, ես թքած ունեմ որևէ գործի կամ ստիպված լինելու վրա, եթե դա ուղիղ համեմատական է պետությունը կորցնելու, Արցախը կորցնելու հետ կամ եկեղեցու դեմ արշավը իրականացնելու կամ այդ պահին ես պետական պաշտոն, ես թքած ունեմ նման պաշտոնի վրա։ Ինչա մարկանց չի թվում, որ շատերս չէին կարող այսօր պաշտոնի լինել կամ Նիկոլի հետ համագործակցել հանուն փողի։ Կարող ենք անենք, բայց մեր բարոյական արժեքները այնքան բարձր է, որ մենք այդ գումարների ոչ նայող ենք, ոչ էլ նայելու ենք։ Այսինքն այստեղ արդեն խոսում է մարդու բարոյական արժեքների, այդ մարդու հայրենիքի հանդեպ ունեցած ընկալումների մասին։ Մնացած Արթուր Դավթյանները եւ շատ այլ մարդիկ, որոնք այսօր Նիկոլի փեշը պահած ապրում են, փեշի տակ ապրում են ֆինանսական բնականաբար ակնկալիք ունենալով, այդ մարդկանց մասին անգամ չեմ էլ ուզում խոսել։ Այդ մարդկանց դատաստանը Աստված տալու է, անպայման ժողովուրդը իր գնահատականը տալու է, ոչ մեկ չի պլստալու, ոչ մեկի մոտ թող երազախապ իրավիճակ չստեղծվի, որ իրենք պրծնելու են այս իրենց Նիկոլին կողքից մեծ ասած դամ պահելու եւ Նիկոլի քաղաքականությունը արդարացնելու։ Դա կլինի շարքային քպական, կլինի պաշտոն զբաղեցնող, կլինի քննիչ, դատախազ, դատավոր, բոլոր են մարդիկ, որոնք նաեւ նպաստել են ատելության քարոզին, այսօր նպաստում են եկեղեցու դեմ ատելության քարոզին, բոլոր այն տեսակ հայրենապղծությունները, որոնք արվել են ԿՊԱ-մերձ եւ ԿՊ-ի կողմից, ոչինչ մոռացվող չի էլ մոռացվելու։ Ես կոնկրետ իմ ասով կասեմ, որ ես դա թույլ չեմ տալու որևէ ձև մոռացվի։ Ես ունեմ իրենց մասին իմ պատկերացումները ու դա դրանց մասին միշտ խոսելու եմ։ Այսքանը Մարիամ ջան։